երբ ունեք բերանի տհաճոտ, նորից եմ ասում, մի կոմպլեքսավորվեք, դիմեք բժշկի, արդեն բժիշկը կորոշի, թե որ մասնագետը պիտի զբաղվի դրանով, ատամնաբուժը, լոր բժիշկը, թե գաստրոէնտերոլոգը։ Այստեղ նշեմ, որ բերանի տհաճ հոտի 3 ձև գոյություն ունի, առաջին դա իրական հալիտոզն է, Երբ մարդ իրապես ունի բերանի տհաճոտ ու դա մենք արդեն եւ գործիքային եւ օբյեկտիվ եւ անամնեստիկ տվյալներով մենք դա հայտնաբերում ենք։ Երկրորդը դա պսևդոհալիտոզն է, երբ մարդը շատ աննշան ունի բերանի տհաճոտ, որը կարող է նշանակություն չունենալ, բայց ինքը դա ներկայացնում է որպես իրական հալիտոզ եւ ընկնում է տարբեր տեսակի միջոցառումների հետևից, եւ երրորդը դա հալիտոֆոբիան է, եւ վախ է առաջանում այդ հալիտոզի հանդեպ, մարդ չունի ընդհանրապես հալիտոզ, բայց ինքը մտածում է, որ իրանից հոտ է գալիս, անդադ դիմակներ է կրում, ողողումներ անում, մենք ուսանում են շրջապատից, սա հայտնիքություն է կյանքի որակը նման դեպքերում պետք է նրանց հետ աշխատեն նաև հոգեբանները, եւ հիմնականում այս խնդիրը առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են իրական հալիտոզ, բուժում են արել, մտածում են, որ բուժումից հետո դեռևս այդ հոտը մնացել է դրանց։